Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով Տաջիկստանում էր, Փաշինյանը Դուշանբե է մեկնել Բրյուսելից, ԱՊՀ մյուս գործընկերներից ավելի ուշ։ Պարզվում է վարչապետի բացակայությունը նկատել անգամ քննարկել են գործընկերները, դա պարզ է դառնում համացանցում տարածված տեսանյութից, որտեղ Ալիևին է դիմում Բելարուսի նախագահ Լուկաշենկոն։ Տեսակ, իսկ դուք անհանգստանում եք, որ չի գա, ես ձեզ ասում էի, Նիկոլ Վովայևիչը առանց մեզ չի կարող։ Ինչ շեշտադրումներ է արել վարչապետը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, ով էր ճիշտ Փաշինյան-Պուտին փոքրիկ բանավեճում, Տաջիկստան այցի ամփոփումը ներկայացվող տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում է։ Դուշանբեի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Տաջիկստանի վարչապետը։ Տաջիկստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերն են քննարկել երկու երկրների ղեկավարները։ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Առանձնազրույցից հետո վարչապետը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ վարչապետը շնորհավորել է ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, վստահություն հայտնել, որ բոլորն իսկապես ուզում էին հասնել տարածաշրջանի կայուն խաղաղության։ Բացի այդ, ըստ վարչապետի, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացումը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար։ Թրիփ նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալից փոփոխություն եւ հանգամանք է, որը անկասկած կնպաստի ԱՊՀ շրջաններում տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Թրիփ նախագիծը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ նաեւ ԱՊՀ երկրների համար։ Ելույթներից հետո մասնակից ղեկավարները քննարկել են երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։ Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացում է շուկաներ եւ ապահովում տնտեսական օգուտներ։ У нас с Арменией. Сколько сейчас товарооборот выскочил? Товарооборот с Арменией сейчас какой? Ռուսաստանի առաջնորդը որպես օրինակ բերել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրի ծավալների աճը, վարչապետ Փաշինյանից հետաքրքրվելով, որքան է այն կազմել 2025 թվականին։ Այս տարի այն արդեն 4 միլիարդ դոլարի է հասել։ Ոչ, ավելին։ Այս տարի 4 միլիարդ, նախորդ տարի 9 միլիարդ։ Անցյալ տարի էլ այն ավելի շատ էր, այս տարի էլ այն ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է։ Այս առաջին հայացքից անհամաձայնություն պարունակող փոքրիկ երկխոսությունը բնականաբար չի վրիպել ընդդիմադիրների աչքից եւ արագ դարձել է խոր վերլուծությունների առիթ։ Ցավոք, այդ վերլուծություններում փաստական ոչ մի տվյալ հաշվի առնված չէ։ Իսկ ինչ են խոսում պաշտոնական փաստաթղթերը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրապարակել է Հայաստանի վիճակագրության կոմիտեի պաշտոնական տվյալները, որոնցում մարձանագրված է 2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան-Ռուսաստան ապրանքային առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.5 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 9.2 միլիարդ դոլար։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշել է, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերը քիչ են տարբերվում փաստաթղթում արձանագրված թվերից։ Իսկ Պուտինի կանխատեսումը սխալ է, քանի որ 2025 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կրկնակի նվազել է։ Ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի։ Բաբկեն Թունյանը նաև հորդորել է վերջին 2-3 տարիների ապրանքային առևտրաշրջանառության թվերին խիստ վերապահումներով մոտենալ, որովհետև այդ թվերը ներառում են վերաարտահանման ծավալները։ Եթե վերաարտահանումը ֆիլտրենք եւ փորձենք հասկանալ իրական առևտուրը, թվերը շատ ավելի փոքր կլինեն։ Իդեպ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև Փաշինյան-Ալիև հանդիպում։
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները քննարկել են խաղաղության ուղղությամբ առաջընթացը։ Իսկ Բրյուսելում Փաշինյանը ելույթ է ունեցել գլոբալ դարպասներ միջազգային երկրորդ համաժողովում։ Նա հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արկա դրական դինամիկայի համատեքստում ներկայում իրականություն է դառնում Երևանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ունենալով ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի դինամիկան փոխելու ներուժ։ Աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին, հանդես եկել ելույթով։ Վարչապետն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության պայմանագրի կնքմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ համաշխարհային դարպասներ խորագիրը գրող առաջին համաժողովի ժամանակ էր, որ Հայաստանը ներկայացրեց խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Որպես դեպիծով ելք չունեցող երկիր, մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական եւ արդար կապակցվածության բոլոր դրսևորումների առավելությունները, քանի որ դրա բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի եւ տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին, ասել է Փաշինյանն ու հավելել. Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում մեր խաղաղության խաչմերուկի գաղափարն իրականություն է դառնում, ունենալով ամբողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ժամանակ նախագահ Տրամփի աջակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ի թիվս այլ հարցերի համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին, Հայաստանը եւ ԱՄՆ-ն երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ կիրականացնեն Տրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում եւ դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա, ամբողջովին համահունչ լինելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տեսլականին։ Հայաստանի առաջնորդի խոսքով ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե քաղաքականապես, թե լոգիստիկ առումով պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը եւ ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն անխոչնդոտ կապակցվածության մեջ։ Տրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը հայտնի է նաեւ որպես TRIP ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը գործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում երկաթուղիներից մինչև էներգետիկա։ Հետևաբար Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, եւ Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև, խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ եւ կարգավորող դաշտի գործունակությունը եւ կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, ապա հավելել. Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը եւ ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես համաշխարհային դարպասներին, Սևծովյան ռազմավարությանը, միջին միջանցքին, անդրեվրոպական տրանսպորտային ցանցին եւ այլոց։ Համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը եւ մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու գործակցությունը։ Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ էլ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն նոր գործընկերության օրակարգին եւ դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստն ու նշել. այդ ուղղությամբ եւս արձանագրվել է զգալի առաջընթաց։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում TRIP-ի նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացման շուրջ։ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև գործակցության ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Կառավարությունը 1 միլիարդ 582 միլիոն դրամ կտրամադրի հանրապետության 24 համայնքներում 26 սուբվենցիոն
վենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Գործադիրը մասնակի կփոխհատուցի նաև 2024 և 2025 թվականներին մի քանի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները։ Գործադիրի այս և մյուս որոշումների մասին ներկայացվող տեսանյութում։ Կառավարությունը մասնակի փոխհատուցում կտրամադրի 2024 և 2025 թվականներին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները մեղմելու համար։ Նախագծով առաջարկվում է և 24 և 25 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի հասցված վնասը կազմել է 40-ից 100%։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301,840 դրամ, կարտոֆիլը 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130,900 դրամ, աշնանացան ցորենը 55,328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 25 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ 24 համայնքներում իրականացվող 26 ծրագրերի համաֆինանսավորման համար նախատեսվում է 2025 թվականի բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,582,206,000 դրամ։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքներից թվով 26 սուբվենցիոն ծրագրեր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 2 ծրագիր 153,7 միլիոն դրամ, Արարատի մարզի 2 ծրագիր 210,9 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր 199,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր 125,9 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 192,8 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր 25 միլիոն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր 158,5 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր 186 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր 263,8 միլիոն դրամ և Տավուշի մարզի 2 ծրագիր 66 միլիոն դրամ։ Խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Համապատասխան նախագծով էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2025 թվականին խաղողի մթերումների իրականացնող տնտեսվարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Ծրագրի շրջանակներում 2025 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար պայմանագրերի կնքման մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։ Նախագծի ընդունման արդյունքում ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների ապահովելու նպատակով, ինչպես նաև հնարավոր կլինի մթերումների ընթացքում կնքել պայմանագրեր այն խաղողագործների հետ, ովքեր դեռևս մթերման պայմանագրեր չունեն։ Կառավարության մեկ այլ որոշմամբ Կոլյա Միքայելյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Այն ստանձնեց Ջերմուկի արդեն նախկին համայնքապետ Վահագն Արսենյանը։ Վերջինիս լիազորությունները համայնքապետի պաշտոնում դադարեցվել էր հոկտեմբերի 8-ին։ Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և այն վավերացնելու պատրաստակամությունը։ Կառավարության նիստից հետո էլ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նա նշել է, որ հայկական կողմը հույս և վստահություն ունի, որ խաղաղության գործընթացը կգնա դրական ուղով։ Մենք շարունակում ենք աշխատանքները այս ուղղությամբ և վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել և հետագայում նաև ռատիֆիկացնել այս հաստատումը։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու և սկսել է այդ գործընթացը, և մենք նաև ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերներին։ Քննարկումներ են ընթանում, երբ որ
կլինեն հստակ հանրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը բացած կարտով կտերեկան է։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց։ Շարունակում ենք թողարկումը։ Վերջին օրերին տեղեկություններ տարածվում, թե Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը արձագանքել է այդ տեղեկությանը, իսկ ով կամ ովքեր են նպաստել եւ նպաստում նման ապատեղեկությունների տարածմանը, ինչ նպատակ են հետապնդում այդ անձին քվիդային պատերազմ հրահրելով։ Հայաստանում համապետական ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն քվեարկության արդար եւ թափանցիկ իրականացումը որոշ ընդդիմադիր ուժեր արդեն փորձում են կասկածի տակ դնել կեղծ լուրեր տարածելով։ Օրեր առաջ Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը Facebook-յան էջում գրել էր, թե վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ այլ կեղծ փաստաթղթեր, եւ որ իբրև այդ կեղծ կապոցներում հայկական փաստաթղթեր են եղել։ Որտեղից էր լուրը վերցրել պրոֆեսորը, պարզ չէ, սակայն հրապարակումը չէր պարունակում որևէ փաստական տվյալ։ Փոխարենը սեփական ենթադրության վրա հիմնվելով Գևորգ Դանիելյանը գրել էր, թե ինչպես Վրաստանում, այդպես էլ Հայաստանում այդ կեղծ անձնագրերը կարող են օգտագործվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այսպիսի հրապարակումները կայծակնային արագությամբ են տարածվում ընդդիմադիր մեդիատիրույթում։ Այս կեղծիքն էլ բացառություն չէր։ Ցնցող գլխագրեր, առանց փաստերի փոդքասթներ եւ բազմաթիվ խոր վերլուծական անդրադարձներ եղան, եւ որպիսի հասարակության դեմ ընդդիմության հերթական հիբրիդային պատերազմը դադարեցվի, ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը, վստահեցրել, մշտապես կապի մեջ են Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկություն է եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Կեղծ լուրերով հասարակությանը մոլորեցնելու մարտավարությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապատեղեկություններով կառավարության դեմ բացասական տրամադրություններ գեներացվում են ամբողջ աշխարհում։ Եվրոպական երկրներում կեղծ լուրեր տարածողներն այնքան լուրջ են վերաբերվում հարցին, որ անգամ սոցիալական հարցումներ են անցկացնում, նշել է վարչապետը։ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա նրանց տրամադրելու պետության եւ կառավարության դեմ, եւ պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են, առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում եւ հաջորդ հետեւությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Պետական գերատեսչությունները, հատկապես ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները, հորդորում են զերծ մնալ անանուն աղբյուրների չհիմնավորված կարծիքների եւ չճշտված տեղեկությունների տարածումից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրների մասին ու հայտարարել, որ շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրությունները ուղղակիորեն ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա։ Ավինյանը զգուշացրել է այն կառուցապատողը, որը շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցեր չտեղադրեց, միլիոններ կվճարի։ Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված հաջորդ տարի կդիտարկվեն կառուցապատողներին վերաբերող հնարավոր տարատեսակ արտոնությունները։ Այսպասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Շինթույլտվության ժամկետների երկարացման
հնարավոր վճարների դուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում, մասնավորապես։ Մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն արձանագրությունները այս հարցով ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա եւ ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունքը, ինչպիսին կառուցապատողները կցուցաբերեն ավականու որոշման նկատմամբ Ավինյանը դիմելով կառուցապատողներին հորդորեց հաշվի առնել, որ չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու են վերջիններից վրա։ Այդ որոշումն ավականին կընդունի դեկտեմբերին։ Երևանի քաղաքապետը խոսելով գնունու շուկայի հարակից տարածքի կրպակների փնթի տեսքից, ասաց, որ օր առաջ պիտի դրանցից ազատվեն։ Պարոն Պետոյանն էլ արդեն իսկ խնդրել եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ այդտեղ իրականացնի, այնտեղ ունենք մի քանի առանձին հատվածներում դեռևս գտնվող կրպակներ, որոնք որ իրավական որոշակի կարգավիճակ ունեն, բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այդ իրավիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի։ Անդրադառնալով օդի որակի խնդիրներին Ավինյանն ասաց, որ այն լուրերը, թե Երևանում ամառային աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում։ Սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որ տեղադրված են Երևանում։ Ըստ նրա, օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, այդ առումով մեծ անելիք կա։ Շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Ավինյանը զգուշացրեց, որ կառուցապատողը փոշեկլանիչ ցանցերը շինհրապարակներում չտեղադրեց, ոչ միայն շատ կփոշմանի, այլև միլիոններ կվճարի։ Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող համայնքի ղեկավարները հանուն տնտեսական գործակցության նախաձեռնության երրորդ փուլը, որը նպատակ ունի խթանելու Հայաստանի համայնքների կայուն տնտեսական զարգացումը։ Այս տարի ծրագրին են միացել 3 համայնքներ՝ Ապարանը, Գորիսը եւ Նոյեմբերյանը։ Հայաստանում հոկտեմբերի 8-ին մեկնարկեց համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության երրորդ փուլը։ Այս տարի արևելյան գործընկերության երկրներից ծրագրին միացել են եւս 10 համայնքներ, որոնցից 3-ը Հայաստանից՝ Ապարանը, Գորիսը եւ Նոյեմբերյանը։ Այս համայնքներն արդեն սկսել են աշխատել նոր ծրագրերի շրջանակներում, որոնց նպատակն է ոչ միայն աջակցել համայնքների տնտեսության զարգացմանը, այլև նորարարական մեթոդներով ու ռազմավարական մոտեցումներով օգնել նրանց լուծել տեղական առօրյա խնդիրները։ 2017 թվականից մինչև 21 թվականը եղել է ծրագրի առաջին փուլը, 21-ից 24-ը երկրորդ փուլը, հիմա մեկնարկում ենք երրորդ փուլը 25-ից 28 թվականները, առաջիկա 4 տարվա ընթացքում։ Վերջին երկու փուլերը իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից եւ մենք այս պահին արդեն ամփոփել ենք աշխատանքները նախորդ փուլում ներգրաված համայնքների հետ, որը Կապան, Գյումրի եւ Արենի համայնքներն էին։ Միանգամյա միջամտություններով աշխատել ենք Չարենց Հավան, Աշտարակ եւ Ալավերդի համայնքների հետ եւ հիմա նոր փուլում ընտրության արդյունքում ընտրվել են Ապարան, Գորիս եւ Նոյեմբերյան համայնքները, որոնց հետ արդեն աշխատանքները մեկնարկել են։ Երրորդ փուլը կառուցվել է նախորդ հաջողությունների հիման վրա, սակայն այս անգամ գերակշռելու է համակարգված մոտեցումը։ Մինչև այժմ համայնքները հաճախ մասնակցել են կարճաժամկետ ծրագրերին, սակայն նոր փուլում ավելի համապարփակ եւ ինտեգրված նախագծեր են իրականացվելու։
ստեղծելու, որոնք ներառում են երկարաժամկետ տեղական զարգացման ծրագրեր։ Այս նոր մոտեցումը մեծապես կհզորացնի համայնքների ղեկավարներին, ինչի արդյունքում կկարողանան խթանել կայուն տնտեսական զարգացում, ինտեգրելով նորարարական լուծումները եւ համախմբելով համայնքային ռեսուրսները։ Նորարարական մոտեցումների ներդրումն է եւ այն գործիքակազմը, որը օգնում է շատ ավելի լավ կառավարել ռեսուրսները, դիմակայել տարբեր տիպի մարտահրավերներին, որոնք համայնքապետարանների համար կարելի ասել անթիվ անհամար են, ու այդ հմտությունները եւ այդ գործիքակազմը միշտ չի, որ համայնքապետարաններում առկա է, որպեսզի մարդիկ կարողանան դիմակայել առկա խնդիրներին եւ մարտահրավերներին։ Տարածաշրջանային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարփինյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը էական դեր ունի համայնքների զարգացման գործում, ապահովելով գործիքներ, որոնք թույլ կտան ստեղծել կայուն ապագա աջակցելով տեղական իշխանություններին։ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսը հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել համայնքներին, նրանց վերածելով կայուն եւ ներառականաճի շարժիչ ուժերի, հատկապես խթանելով նորարարությունները։ Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում աղետների ռիսկերի կառավարման եւ կլիմայի փոփոխության դիմադրության ոլորտներում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների։ Այս ամենով հանդերձ մենք կարևորում ենք ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումները եւ ուրախ ենք, որ շարունակում է համագործակցությունը եւ այսօր արդեն իսկ համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագրի 3-րդ փուլի պաշտոնական մեկնարկը ներդրվում եւ հուսով ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ համայնքներ ներգրավեն գործընթացին, քանի որ նման ծրագրերը նպաստում են տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթվիա Նացվիլիշվիլին իր հերթին նշեց, որ այս նոր փուլը հնարավորություն է տալիս համայնքներին վերաիմաստավորել իրենց դերը, ապահովելով կայուն զարգացում եւ բարելավելով քաղաքացիների կյանքը։ Նա նաեւ հավելեց, որ ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել համայնքներին, այլև ստեղծել այնպիսի շոշափելի փոփոխություններ, որոնք երկարաժամկետ կտրվածքով կհանգեցնեն արդյունավետ կառավարմանը։ Ծրագրի շնորհիվ համայնքների ղեկավարները, նաև միջին օղակի պաշտոնյաները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց կառավարման հմտությունները, ստանալով գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն տեղական մակարդակում լուծել առկա խնդիրները, այլև միտված կլինեն հեռանկարում կայուն տնտեսական աճի ապահովմանը։ Կապանի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գորթ Ադևոսյանը պատմեց, որ Կապանն առաջին անգամ միացել է ծրագրին 2017 թվականին, իսկ 2022 թվականին դիմել է պորտֆելային վերափոխման ծրագրին ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ծրագրի շրջանակներում մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք սոցիալական ոլորտի զարգացման եւ տնտեսության զարգացման ուղղությամբ։ Սա մեզ հնարավորություն տվեց նախ առաջին հերթին հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը մեր կարողությունները զարգացնել սոցիալական ոլորտում եւ ինչպես նաեւ հաշվի առնելով որ Կապանը արդյունաբերական քաղաք է, մասնավորապես տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է, մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով եւ այդ ծրագրերով աջակցություն ցուցաբերեցինք տնտեսության այլ ճյուղերի, ոչ հանքարդյունաբերական ճյուղերին։ Ծրագրի կարևորություններից մեկն այնն է, որ համայնքներին տրվում է հնարավորություն փորձարկելու նոր լուծումներ, որոնք կարող են դրականացնել նաև տվյալ համայնքի տնտեսության վրա։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հայաստանում Նիդերլանդերի թագավորության դեսպանության գործակցությամբ գավառում տեղի է ունեցել սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում եւ հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվել է Շնորհավոր աղջիկ է ֆիլմը։ Այն սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների եւ դրա հետևանքների մասին։ Սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակվում են մնալ մեր հասարակության համար լուրջ եւ մտահոգիչ խնդիր։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցած սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում եւ հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառման ժամանակ։ Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության համատեղ ջանքերով։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած կառավարության քայլերին, սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ խնդիր, որն ազդում է ինչպես գենդերային հավասարության, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Գեղարքունիքի մարզում ըստ տարբեր հետազոտությունների մեծ է թիվը սերով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումների, այդ թվում երբ վերլուծում են ընդհանուր որակական համատեքստը եւ բնականաբար սա շատ կարեւոր ազդակ է
որպեսզի մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված միության արհեստական ընդհանուրների խնդրով, այլ կարողանանք նաև տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը, որն անդրադառնում է այս խնդրին եւ ներկայացնում դրա հետևանքները Հայաստանում։ Այն ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ եւ անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։ Ֆիլմի դիտումից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ընթացքում քննարկվել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման միջոցները, նաեւ հանրային իրազեկության բարձրացման կարեւորությունը։ Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մորոյ Վենթերը խոսելով այս հարցի մասին շեշտել է, որ վերջին 20-ից 30 տարիների ընթացքում Հայաստանում 80,000 աղջիկ չի ծնվել, ինչը վկայում է խնդրի չափազանց լրջության մասին։ Մենք պետք է շարունակենք քննարկումները եւ հասարակությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ հասկանալու համար, որ բոլոր մարդիկ հավասար են եւ պետք է ունենան հավասար հնարավորություններ։ Անահիտ Մանասյանը նաև ավելացրել է, որ այս հարցի լուծումը պահանջում է համատեղ ջանքեր, սկսած կրթական հաստատություններից մինչև հասարակական կազմակերպություններ եւ երիտասարդական խմբեր։ Իմ գլխավոր ուղերձը կլինի այն, որ միգուցե մենք մեր միջավայրում կամ մեր կյանքում չենք տեսել այս խնդրի առկայությունը, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ մեր շուրջն ապրում են մարդիկ, ովքեր բազմաթիվ իրավիճակներում են բախվել նման խնդրի հետ, եւ մենք պետք է կարողանանք համատեղ եւ սոլիդար ուժերով ծել այդ մարդկանց վերաբերելու այս խնդիրը, որը բոլորիս է վերաբերում, եւ պետք է կարողանանք զգայուն լինել մարդկանց խնդիրների նկատմամբ, քանի որ այս հարցը իրապես ազդեցություն է ունենում նաեւ մարդկանց ճակատագրերի վրա։ Պաշտպանը կարևորել է նման ձևաչափի քննարկումների շարունակական բնույթն ընդգծելով, որ համատեղ եւ համակարգված աշխատանքը հնարավորություն կտա հետեւողականորեն կատարելագործելու այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։ Անդրադառնանք այլ թեմաների։ Շուշան Սարգսյանի մոնոօպերաները ընդգրկվել են 68-րդ Գրեմի լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգի երկար ցուցակում։ Կոմպոզիտորը տեղեկացրել է, որ ստեղծագործությունները հասանելի են ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի Reflection եւ Dialogue մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy 68-րդ Գրեմի մրցանակաբաշխության լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգի երկար ցուցակում։ Կոմպոզիտորը տեղեկացրել է, որ ստեղծագործությունները թողարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հասանելի են ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Ըստ Սարգսյանի մոտորերը սպառս կլինի, թե մոնոօպերաները կընդգրկվեն արդյոք նաեւ մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ Քանի որ մոնոօպերաները շատ ոչ ստանդարտ ժանր է համարվում եւ շատ կարեւոր է թե ովքեր են կատարում։ Կատարողներն են շատ տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում։ Reflections մոնոօպերան, որը գրված է սոպրանոյի, դաշնամուրի եւ ջութակի համար, կատարել են սոպրանո Թերեզա Գևորքյանը, որը ապրում է Մեծ Բրիտանիայում, եւ կատարել է ջութակահար Էրիկ Մանուկյանը, որը այստեղ է այսօր մեր կողքին, եւ դաշնամուրը կատարել է Մարտին Շահբազյանը, որը ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Reflection ստեղծագործությունը հյուսվում է հիշողության, ձայնի եւ լրության բեկորներից, ստեղծելով ձայնային գոբելեն, որն ունի թե տարաժամանակյա, թե արդիական բնույթ, իսկ Dialogue մոնոօպերան գրվել է բարիտոնի համար։ Ըստ կոմպոզիտորի այս գործերն առանձնահատուկ են, քանի որ բարիտոնի համար առաջին անգամ է մոնոօպերա գրվում։ Նա նշել է, որ հրաժարվել է ավանդական տեքստից եւ ստեղծագործությունների դրամատուրգիան հիմնված է հայ այբուբենի հնչյունների միաձուլման եւ տեղաշարժի վրա։ Reflection-ի տևողությունը 14 րոպե է, իսկ Dialogue-ը 16, ուստի դրանց մեջ կոտրված են նաեւ օպերային արվեստում ընդգրկված կանոնները։ Բարիտոնի պարտիան կատարում է շատ տաղանդավոր երգիչ, մեր հայրենակից, որը բնակվում է Գերմանիայում, Աքսել Դավեյանը, իսկ դաշնամուրը կատարում է Մարտին Շահբազյանը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է, որ Շուշան Սարգսյանը մասնակցել է նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրին եւ նրա նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանն ու ֆինանսավորում ստացել։ Դանիելյանն ընդգծել է, որ այս ստեղծագործությունները ներկայացնելը նշանակում է, որ հայկական երաժշտությունը մրցունակ է միջազգային ասպարեզում։ Մոնոօպերաների ժանրը աշխարհում որոշ ժամանակ արդեն տարիներ շարունակ, այսինքն պիտի ասեմ, գոյություն
ուներ զարգացման փուլ էր ապրում եւ մենք ընդհանրապես չունենք այդ մոնոօպերան։ Մոնոօպերան շատ հետաքրքիր է այն տեսակետից, որ ինքը կամերային շատ փոքրիկ կազմերի համար է գրված, իրենք լինում են ոչ շատ երկար, մոնո, ինչպես մի ձայնի համար կլինի նվագակցությամբ տարբեր տեսակի նվագակցություններով եւ այստեղ այս ժանրի զարգացման համար շատ կարեւոր քայլ է արել Շուշանը եւ մենք ուրախ ենք նաեւ դա ուրեմն խրախուսել եւ աջակցել մեր կոմպոզիտորների համար։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ ջութակահար Էրիկ Մանուկյանը, որը հպարտությամբ է խոսել նախագծում իր մասնակցության մասին, նշելով. Շատ ուրախ եմ մասնակցությունը ունենալու այս պրոյեկտի մեջ, շատ հենց առաջարկից Շուշանի, հենց առաջի վարքյանից իմ ամբողջ աջակցությունս իր հետ է եղել, մեծ հաճույքով համագործակցել եմ, շատ վաղուց եմ ճանաչում Շուշանին։ Մոնոօպերաների Գրեմմի երկար ցուցակում ընդգրկվելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական ստեղծագործությունները կարող են ներկայացվել համաշխարհային երաժշտական առաջատար հարթակներում, լինելով նույնքան մրցունակ եւ որակյալ, որքան ցանկացած այլ զարգացած երկրի կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։